Այստեղ մի հատ wow կա։ Պատվերի եռաչափ մոդելն է, որը նախքան մեր տեղադրումը տրամադրել էինք հաճախորդին։ Իսկ սա արդեն պատրաստի պահարանն է։ Տումբայի փոխարեն պահարանի այս հատվածը հատուկ բաց ենք թողել, որպեսզի տեղ չկորցնենք ամբողջ պահարանի մեջ։ Իսկ մահաճակալի մյուս կողմում նույն երանգներով պատրաստել ենք պատից կախվող տումբա։ Այս հատվածում մի հատ շատ թիթիզ բան ունենք՝ LED լույս։ Այս հատվածում գեղեցիկ մետաղյա բռնակով բացում է դուռը, իսկ մյուս կողմում արդեն փուշ մեխանիզմ է։ Միջանցքում համադրել ենք բոլորի կողմից արդեն շատ սիրված մեր արտադրանքը կոշիկի պահարանը իր վերևի հատվածի հետ։ Իսկ այս աջ կողմում եւս կոշիկի մեխանիզմներ են նստատեղի ներքևում, այստեղ մի հատ wow կա։ Նման գաղտնի դուռ կարող էր պատրաստել միայն մեր վարպետի հմուտ ձեռքերը։ Հիմա մտնենք լոգասենյակ։ Այստեղ ունենք լվացարանի ներքևում դրված պահարանային հատվածը PVХ-ից։ Այս պահարանը եւս PVХ-ից է ու խոնավությունից եւ թշվելուց չի վախենում։ Այստեղ դեռ աշխատանքներ կան իրականացնելու, վակուումային, հատուկ չեմ նշում թե որ բրենդի, բայց մեր լավագույն մեխանիզմներից է տեղադրված այստեղ։ Լամինատը եւ երեսածածկը ամբողջությամբ եվրոպական արտադրության են։ Ինչպես եւ մեր վերջին գրեթե բոլոր խոհանոցների պատվերների դեպքում, այս պահարանների ներքևում եւս կա LED լույս։ Շատ կոկիկ հյուրասենյակի պահարաններ ենք այստեղ ստացել, տարակները կրկին փուշ մեխանիզմով են։ Այստեղ ունենք ալյումինե պրոֆիլով գեղեցիկ ապակե դուռ եւ սպիտակի եւ մոխրագույնի հետ համադրվող տաք փայտային երանգ։ Մեր ծառաբեռնվածությունը հաշվի առնելով, որպես կանոն նման բնակարանների կառավարումը տևում է մոտ 2 ամիս։ Այդ պատճառով ձեզ խնդրում ենք նախքան վերանորոգման ավարտը, երբ արդեն հասկացել եք, որ հասնում եք կառավարման փուլին, մեզ նախապես տեղեկացնեք, որպեսզի մենք կատարենք ձեր տան չափագրումը։